Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան վստահ է, որ բարձր աշխատավարձ կստացող քաղաքացիներուն քերագշիր մասը ունի մրցունակ կրթություն։ Հայտարարեց վարչապետը ազգային ժողովի մշտական հանձնաժողովներու համադեղ նիստին Հայաստանի 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին դարեգան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ։ Վարչապետին խոսքով սա գրնան գալվիլ որպես աղմկոտ հայտարարություն, սակայն իր դիտարկումները կփաստեն աշխատաշուկայի մեջ կրթության եւ վարձատրության միջև գոյություն ունի ուղղակի գապ։ Այս 80-90%-ի մասին հիշատակում է պատճառը, որ կրթության ոլորտի բարեփոխումները այնքան կարևոր են մեզի համար։ Կառավարության մեջ տեղի ունեցած քննարկումներու արդյունքներով մենք որոշեցինք, որ հանրակրթական դպրոցներու մեջ մեր աշակերտներուն այս ուղերձը պետք է տանք։ Պետք է անոնց ուղի գսենք, սիրելի երեխաներ, լավ սորվեցեք, որ լավ ապրիք, եզրափակեց Փաշինյան։ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյան աշխատանքային այցելությամբ Ճապոն կգտնվի անհանդիպում ունեցած է այդ երկրի ներկայացուցիչներու բալադի խոսնագի տեղակալ Քոյչիրո Գեմբայի հետ։ Կողմերը անդրադարձած են դարաձաշրջանային գայունության, անվտանգության եւ զարգացման հերանեկարներում։ Արշակյան ներկայացուցած է Հայաստանի մոտեցումը դարաձաշրջանին մեջ խաղաղություն հաստատելու գործընթացին, անընդգծած է, որ պաշտոնավես Երևանը հավատարիմ է խաղաղության օրակարգին, բազմիցս վերահաստատած է խաղաղության պայմանագիրը ստորագրելու պատրաստակամությունը, սակայն Ադրբեջանի կողմեն շարունակաբար ներկայացվող արհեստական նոր նախապայմանները խոչընդոտներ կստեղծեն գործընթացի հարաճմղման համար։ Ազգային ժողովի փոխնախագահը նշած է, որ Հայաստան կառուցողական երկխոսություն կվարի նաև Թուրքիո հետ առաջացրելով խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը։ Ճապոնի ներկայացուցիչներու բալադի խոսնագի տեղակալը վերահաստատած է Ճապոնի աջակցությունը խաղաղության հաստատման գործընթացին, ընդգծելով միջազգային իրավունքի քերագայության, նաև Հայաստանի ինքնիշխանության, անկախության եւ տարածքային ամբողջականության կարեւորությունը։ Հայաստանի ու Ադրբեջանի անհայտ կորածներու հարցերով սպաղող հանձնաժողովներու ներկայացուցիչներու հանդիպումը տեղի ունեցած է գահիտնեն Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունեն։ Նշված է, որ հանդիպման շրջանակներու մեջ դիտարկված են դեղեցություններու փոխանակման, ինչպես նաև որոնողական աշխատանքներու կազմակերպման եւ համագարկման հնարավորությունները։ Կողմերը շեշտած են մարդասիրական ոլորտներ շարունակական երկխոսության կարեւորությունը եւ վերահաստատած իրենց պատրաստակամությունը շարունակելու շփումները իշահ անհետ կորած անձերու ընտանիքներուն։ Արտաքին գործոստնախարար Արարատ Միրզոյան ընդունեց Հյուսիսային Եվրոպայի եւ Բալտյան երկիրներու արտաքին գործոստնախարարություններու քաղաքական դնորեններն ու ներկայացուցիչները։ Հանդիպման մեկնարկին նախարար Միրզոյան նշած է, որ այցը տեղի կունենա ժամանակահատվածի մեջ, երբ Հայաստան էապես կխորացնի հարաբերությունները Հյուսիսային Բալտյան երկիրներուն հետ։ Մենք հadoop նշանակություն կտանք այդ երկիրներու հետ հարաբերություններուն, որոնց համար կա շատ բարձ պատճառը։ Մենք կգիսենք նույն արժեքները, ինչպես նաև մարտահրավերներու վերաբերյալ ընկալումներն ու մեր արժեվ արգա հերանեկարները, ըսած է Միրզոյան։ Արտաքին քաղաքական քերադեշտության ղեկավարը անդրադարձ կատարած է խաղաղության օրակարգին եւ հարավային Կովկասի մեջ խաղաղության հաստատման պարունակի մեջ շեշտած Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրության կարեւորությունը։ Ամերիկայի մեջ Հայաստանի տեսփան Լիլիթ Մագունց հանդիպած է գերմանական Մարշալ հիմնադրամի Alliance for Democracy նախաձեռնության ղեկավար Դեյվիդ Սալվոյի հետ կհայտնեն Ամերիկայի մեջ Հայաստանի տեսփանադունեն։ Հանդիպան ընթացքին քննարկված են տարածաշրջանային զարգացումներուն, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին եւ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի վերջնականացած բնակիրի վերաբերյալ հարցեր։ Սիսիանը հյուրընկալեց Ֆրանսիայի Մոնտելիմար քաղաքի պատվիրակությունը քաղաքապետ Ժյուլիեն Կորնիլիայի գլխավորությամբ։ Սիսիանի մեջ հյուրերուն թիմավորած են աղուհացով տեղի ունեցած է Սիսիան Մոնտելիմար քույր քաղաքներու բարեկամական հարաբերություններուն նվիրված հուշակարի բացման հանդիսավոր արարողություն։ Համայնքի ղեկավար Հովսեփ Արաքելյանը հանդես եկած է ողջույնի խոսքով, հանդես եկած է նաև Մոնտելիմար քաղաքի քաղաքապետ Ժյուլիեն Կորնիլիեն եւ հայտնած է իր շնորհակալությունները ջերմընդունելության համար։ Ան նաև նշած է երկու քաղաքներու հարաբերություններու խորացման մասին, վստահելով, որ ադոնք աշխուժ համագործակցության շնորհիվ ավելի ամուր պիտի դառնան։ Իսպանիա գտնվող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան հանդիպում ունեցած է Մադրիդի ինքնավար համայնքի նախագահ Իսաբել Դիաս Այուսոյի հետ։ Երևանի քաղաքապետարանեն գայտնեն, որ հանդիպման ընթացքին կողմերը քննարկած են Մադրիդի ինքնավար համայնքի հետ համագործակցության հնարավոր ուղղությունները, հատկապես կարևոր նկատելով Մադրիդի հաջող փորձը օդի որակի բարելավման ոլորտներս եւ համաձայնությունը ցերկ բերված է Երևանի համար նույնպես ուսումնասիրելու եւ գիրառելու այդ արդյունավետ լուծումները։
Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ կարգադրությունը ստորագրած է, որը գրկնագի կբարձրացնի երկիր ներմուծվող բողբադի եւ ալյումինի նկատմամբ մաքսադուրքերը։ Նախաբես մաքսադուրքերը կգազմեին 25%, այժմ կգազմեն 50%, այս մասին Թրամփի անունով հայտարարություն տարածեց Սպիտակ տունը։ 50% մաքսադուրքերը ուժի մեջ կմտնեն Վաշինգտոնի ժամանակով 4 հունիսին։ Մաքսադուրքերու բարձրացումը կվերապերի բոլոր երկիրներում, բացի Մեծ Բրիտանիային։ Հայտարարության մեջ Թրամփ նշած է, որ որոշած է այլ վերապերմունք ցուցաբերել Միացյալ Թագավորության նկատմամբ հաշվի առնելով 8 մայիսին երկու երկիրներուն միջև կնքված արևդրային համաձայնագիրը։ Ուկրաինական կողմը հարվածած է Ղրիմի գամուրջը, սա Ղրիմի գամուրջի երրորդ թիրախավորումն է, այս անգամ ստորջրյա։ Նշված է, որ այժմ գամուրջը կգտնվի վթարային վիճակի մեջ, երթևեկությունը ժամանակավորապես թատրած է, խաղաղ բնակչության շրջանի մեջ զոհեր չկան։ Ուկրաինական կողմը հայտարարած է, որ գործողությունը նախապատրաստված է քանի ամիսներ առաջ, իսկ Ղրիմի գամուրջը օրինական թիրախ է, քանի որ կօգտագործվի զորքերը տեղափոխելու համար։ Ցեզի հետ Աննի Զեյթունցյանը։